Բարև ձեզ, եթերում իրավունք եւ գաղափար հաղորդաշարն է, այսօր կրկին խոսալու ենք նրա մասին, թե գաղափարը ոնց է դառնում մտավոր սեփականություն եւ մտավոր սեփականությունը ինչպես է պաշտպանվում առհասարակ որպես իրավունքի ճյուղ։ Այսօրվա մեր հյուրն է պարոն Մարտիրոսյանը, Անտարես ընկերության հիմնադիրը եւ տնօրենը, պարոն Մարտիրոսյան, ես պարոն Մարտիրոսյանին արդեն մոտ 15 տարի ճանաչում ենք եւ հրատարակչության ոլորտի եւ հրատարակչության ոլորտում հեղինակային իրավունքի հետ կապված մենք բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, գործեր ենք ունեցել ու պարոն Մարտիրոսյանը կարելի ասել ոլորտի հրատարակչության ոլորտի եւ այդ ոլորտի ու հեղինակային իրավունքի ակունքներում է կանգնած Դրա համար որոշեցինք պարոն Մարտիրոսյան, որ մեր մասնավոր զրույցները, որ շատ դեպքերում ունեցել ենք, եւ այն գաղափարները, որ իրար հետ քննարկել ենք, այն գաղափարները, որ դուք ունեք ու կիսվել եք, մեր զրույցի ընթացքում ավելի հանրային դարձնել եւ բնակչությանը եւ մեր հեռուստադիտողին հրատարակչության ոլորտի առանձնահատկությունները եւ իշխանով հեղինակային իրավունքը նպաստում այդ ոլորտին ավելի ծանոթացնել ու այդ գաղափարները տարածել։ Դե գաղտնիք չեմ ասի, որ հրատարակչությունը կամ գրքի արտադրությունը, գիրքը եւ հեղինակային իրավունքը կարելի ասել քուրու աղբոր կարգավիճակում են գտնվում, որովհետեւ հեղինակային իրավունքի կարելի ասել այդ զարգացման խթանը եղել է Գուտենբերգի տպագրական մամլիչի գյուտը այդ 1440 թվականներին, որի արդյունքում տպագրական ոնց որ բիզնեսը ավելի զարգացավ, դրանից հետո առաջի այդ ակտը եղավ 1700, եթե չեմ սխալվում, 10 թվականին Աննայի ստատուտը, որով հեղինակային իրավունքը կարևոր դեր կատարեց, որտեղ երբ որ զարգանում էր գրքի, այսպես ասած, տպագրությունը, զուգընթաց սկսեց զարգանալ այդ գողության կամ գրագողության գաղափարը։ Դրա համար ու արդեն այդ ժամանակվանից սկսեց հեղինակային իրավունքի զարգացումը, որը անմիջականորեն կապված է հրատարակչության ու տպագրության հետ։ Հետո արդեն 20-րդ դարում կինո, երաժշտություն, մնացած զարգացավ, բայց հեղինակային իրավունքն ու հրատարակչությունը ու գրքի տպագրությունը շատ սերտորեն կապված է։ Ես կուզենամ կապված են, բայց հենց կարևորն է, որ դա քուր եղբայր հարաբերություններ չի։ Լավ, մամա-բալիկ հարաբերությունը։ Լավ։ Որովհետև ասում են գիրքը ծնվեց։ Գիրքը ծնվեց եւ կամ գիրքը լույս տեսավ։ Երեխան երբ որ ծնվում է, էլի ասում են լույս աշխարհիկ։ Այդ հեղինակային իրավունքի այդ ամենակարևոր սկզբունքը ինքը շատ կապված է ձեր ասած դոր գաղափարի հետ, ասում է հեղինակային իրավունքը ծագում է ստեղծման պահից։ Ու այդ ամբողջ հեղինակային իրավունքի սկզբունքը շատ ճիշտ նշեցիք։ Պարոն Մարտիրոսյան, երբ եք սկսել զբաղվել հրատարակչական այս բիզնեսով, կուզեմ, որ առաջ անգամ հեղինակային իրավունքի հետ ու այս ոլորտի հետ երբ սկսեցիք առնչվել ու կուզենամ դուք ստեղծարար ինդուստրիայի ամենակարևոր ոլորտներից մեկն է հրատարակչությունը, այդ ակունքներից ու ձեր սկիզբը երկու բառով որ ասեք Շատ հետաքրքիր բառ օգտագործեցիք, առհասարակ այդ բառը որպես կանոն սխալ են օգտագործում, այս դեպքում ճիշտ էր զբաղվել։ Այո, հրատարակչությունն այն ոլորտն է, որով զբաղվում եմ, չեմ անում, բիզնես չի։ Ցավոք։ Կդառնա 20 տարուց, 30 տարուց, բայց մինչև այսօր զբաղմունք։ Այլ ճյուղերով, որ փող եմ աշխատում, դրանք անում եմ երևի, ոչ թե զբաղվում։ Հիմա մի քանի այդ հիմնարար քարեր ու այսօր կխոսեմ ոչ միայն հրատարակչական գործից, այլ առհասարակ հեղինակային իրավունքից։ Հեղինակային իրավունքը ծնվում է հենց այն պահին, երբ որ այդ ստեղծագործողը ստեղծում է։ Նկար է նկարում, երաժշտություն է գրում, գիրք է խմբագրում, թարգմանություն է կատարում եւ այլ ստեղծագործական բնագավառներ։ Օրինակ, սենց մի դեպք, Նովոսիբիրսկի
զաքսերը ստացել էին օգտագործում էին այդ Մենդելսոնի մարշը, հա? Նա այդ հարսանյաց Հայաստանում էլ օգտագործել։ Հա, հիմա ու այն ընկերությունը, որ զբաղվում էր այդ օրկեստրի հեղինակային իրավունքի գործերով, ոնց որ դուք եք տարբեր կազմակերպություններ ներկայացնում, դիմում է դատարան եւ ասում է, որ իհարկե Մենդելսոնի հեղինակային իրավունքը հենց Մենդելսոնի ավարտվել է, բայց այս երաժիշտներինը չի ավարտվել։ Որպես հարակից իրավունք։ Հա, որպես հարակից իրավունք եւ հարակից իրավունքով դիմում է դատարան արգելում է, որ զաքսերում Մենդելսոնը կատարեն։ Եվ ոնց են տակից դուրս գալիս Նովոսիբիրսկի այդ սիմֆոնիկ օրկեստրը ինքը նորից դնում ձայնագրումը ու նվիրում զաքսերին ու տենց հարցը լուծում են։ Մի ուրիշ օրինակ ես ինչքան էս հետևողական կամ ոչ, ինչքան արժեքները հարազատ են թե չէ դրա մասին։ Մի կին կար, անունը կարևորել չի, Գերմանիայում զբաղվում էր լոբինգով հեղինակային բանի հակառակը խախտման լոբինգով ասում էր ինֆորմացիան պիտի ազատ լինի, այսինքն հա այն միս ուղղություն է տեղեկատվության ազատությունը եւ քաղաքացին աշխարհի պետքա ստանա այն ինչ որ ուզում է, ինչ հեղինակային իրավունք, ինչ բան եւ այլն եւ մանիֆեստ էին գրել, որ պետքա բան ու այս կինը մոտ 20 տարի պայքարում է հեղինակային իրավունքի դեմ եւ մի օր նստում է գրում գիրք այդ իր պայքարի մասին։ Մի ուրիշ գրագող վերցնում է այդ ու ես կինը դիմում է դատարան, որ իր հեղինակային իրավունքը։ Այսինքն ամբողջ կյանքը ինքը հեղինակային իրավունքի դեմ էր պայքարում, իսկ հենց իր գրքին վերաբերվեց հարցը, ինքը սկսեց պաշտպանել։ Սենց կուրիոզներ կան աշխարհում։ Դա ամեն դեպքում բալանսի են էլի գնում տեղեկատվության մշակութային ազատությունը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը, այդ բալանսավորվածությունն է, էլի ճիշտ։ Մի կտորել, չգիտեմ, ես հեղինակային երևի բան մտավոր սեփականության իրավունքի տարա, ուրեմն Ավստրիայի գյուղերից մեկում եկեղեցու ֆրեսկան նկարած է Միկի Մաուսի նկարը։ Հենց Միկի Մաուսը։ Ու Դիսնեյին դատի են տալիս, Դիսնեյն էլ իրենց դատի տալիս։ Ի վերջո ինչ համաձայնության են գալիս, որ Դիսնեյի Միկի Մաուսի իրավունքները սաղ աշխարհով կա, բացի այդ գյուղից։ Հա։ Սա բան։ Ուզում էի ասել, որ պարտադիր չի, որ այդ հեղինակային իրավունքի տիրույթում անպայման հաղթողներ ու պարտվողներ լինեն։ Կան նաև համաձայնություններ, որ եկեք ինչ որ ձևի այս հարցը լուծենք, որովհետև այդ գյուղը ասում էր, որ կներեք դա հեղինակային իրավունքի դաշտի դուք եք եկել, սա մեր ֆրեսկան է, մենք այդ ֆրեսկան առանց հեղինակային իրավունքի է, որովհետև այս 1000 տարվա եկեղեցի է, հա, կներեք դուք եք գողը, ոչ թե մենք։ Հայաստանի մասին։ Մի օր հրատարակիչներից մեկը հրատարակում է Մարկեսի 100 տարվա ամենությունը, որի հեղինակային իրավունքը մեզ է պատկանում, բայց ինքը սովետական տարիներին էլի պլագիատով հրատարակած գիրքն է։ Դե շատ տարածված է։ Այսինքն սովետական տարիների թարգմանությունը, որը ռուսերենից էր թարգմանած, Ռուբեն Հովսեփյանի ճկնաղ թարգմանությունն էր, եւ այդ որ դա, բայց հեղինակային, տեսեք, Ռուբեն Հովսեփյանից ինքը գնել էր թարգմանության հեղինակային իրավունք, բայց Մարկեսի հեղինակային իրավունքը, որ դա կարելի է հայերեն թարգմանել, չուներ։ Դա մերն էր։ Նյուանս է, էլի։ Դա մերն էր։ Հա։ Եվ ես այդ հրատարակչին 100 անգամ ասեցի մի արա, ինքը ասեց գնա ոնց ուզում ես բողոքի եւ այլն, եւ ինչ չի հետաքրքրում։ Ու մենք դիմեցինք ոստիկանություն։ Հիմա հետաքննիչը կանչել է, ես ուզում եմ ասեմ մեր իրավապահ մարմինների բայց այդ մի 10 տարի առաջվա չէ պատմությունա մոտավորապես։ Ավելի շուտ։ Ավելի շուտ։
Եվ դիմեցի ոստիկանություն, գնաց հետաքննիչը կանչեց ու ասում է, որ պարոն Մարտիրոսյան, եթե 3 հարցաքննվեիք, ցենց չէի խոսի ձեզ հետ, բայց ինչ որ նոր բաներ եմ իմացել ձեր մասին, շատ հարգանքով եմ վերաբերվում բան, պիտի զգուշացնեմ ձեզ, որ դուք զրպարտության օրենքի տակ եք։ Ինչի՞։ Ասաց, բա այդ գիրքը բերել եք ձեզ հետ։ Ասում եք գողացել են։ Որ գողացել են ո՞նց է ձեր ձեռքում։ Նա Այսինքն իրավունքի գողություն նյութական կրիչի գողություն, նյութական կրիչի գողություն, ցավոք սրտի այդ ոստիկանը չէր տարբերում իրենց։ Ու ասեմ, որ շատ տեղերում հենց այս նույն վիճակն է, նկարչության ոլորտում էլ մենք ունենք լավ օրենք, մենք բավական չափ լավ օրենք, կա Բեռնի կոնվենցիա, որ մեր օրենքից առավել իրավական ուժ ունի, սակայն օրենքի կիրարկումները խնդրահարույց են եւ ունենք էլ ինչ որ ունենք, պիտի կրթենք, իսկ ես ողջունում եմ ձեր հաղորդումը, որ սա եթե հիմա օրինակ ինչ որ ոստիկան նայի կամ չգիտեմ քննիչ, ապա դա դրական ազդեցություն կունենա հետագա ուրիշ գործերին։ Մոտեցում ձևավորելու տեսակետից։ Պարոն Մարտիրոսյան, անդրադառնամ ձեր գործնեության բնագավառը կամ այն, որ դուք խնդիրներ եք լուծում, ինքը բազմասպեկտր է, ես գիտեմ, բայց եւս վերադառնամ էլի հրատարակչությանը։ Ես ուզում եմ այդ հրատարակչական process-ի շղթայի մասին մի քանի բառով ներկայացնեք, որովհետև հրատարակիչը ես ոնց որ հասկանում եմ ինքը այդ ստեղծարար գործընթացի պրոդյուսերն է։ Այսինքն ստեղ մենք ունենք հեղինակային իրավունքների շղթա եւ ունենք 2 բլոկ, այսինքն երբ որ դու ներսում ես ներսի հեղինակների համախմբվելով եւ այդ յուրաքանչյուրի ստեղծագործական ներուժը օգտագործելով կլինի տեքստի հեղինակ կամ այդ կոնկրետ բովանդակության թե դիզայներ, թե հրատարակչությունն ու գրքի ձևավորումը առանց թե խմբագրական եւ վերջում ինքը որ դառնում է արդեն պրոդուկտ, այդ հրատարակչական process-ի ներգրավված սուբյեկտների եւ փոխհարաբերություններում հեղինակային իրավունքների։ Այդ թվում նաեւ գիտեմ, որ բազմաթիվ բրենդերի նաեւ ներկայացուցիչ եք եւ որպես ներկայացուցիչ թարգմանության իրավունք եք վերցնում արդեն արտասահմանյան գրքերի հրատարակչություններից։ Այդ մոդելը, այդ բիզնես մոդելը հրատարակչության ու այդ հեղինակային իրավունքի շղթայի մասին 2 բառով կարողանաք ներկայացնել։ Էլի անալոգիան բերեմ ձեր ասած այդ, որ ասացիք քույր եղբայր, ես ասացի ծնող եւ բալիկ։ Եթե այս ստեղծագործություն օրինակ 2 հոգով են գրում, ապա այդ ոնց որ ամուսինները բալիկ ունեն, դա իրանց համատեղ բալիկն է։ Եթե ի տարբերություն բալիկի 3 հոգով, 5 հոգով եւ այլն։ Դա իրանց համատեղ բալիկն է եւ իրանք կամ մինչ այդ պիտի պայմանավորվեն թե այդ բալիկի որ մասն է որինը կամ պետքա հավասար լինի իրար մեջ, եթե չեն պայմանավորվել։ Մի հոգի ու մի քանի հոգի, եթե մի քանի հոգի պայմանավորվել, եթե 2 հոգի են, եթե չեն պայմանավորվել 50-50-ը, եթե պայմանավորվել են 90-10, ուրեմն 90-10։ Այդ պայմանավորվածությունները հեղինակային իրավունքի դաշտում պիտի լինեն գրավոր։ Հիմա այնտեղ կարող է լինի օրինակ տեքստը մեկն է գրել, մյուսը նկարազարդումներ է արել ու իրանք իրար հետ պայմանավորվել են։ Ոնց պայմանավորվել են այդպես։ Կարևորը ամրագրելն է պայմանավորված։ Ու կարևորը պայմանավորվելն է, որովհետև տեսեք, մենք երբ որ ամուսնանում ենք, առանց պայմանագիր ամուսնանում ենք, ու հետո ամուսնալուծության ժամանակ խնդիրներ առաջանում, չէ, սկսում են իրար գույք կիսել, էսիմնային, ինչն է, էսի մամանա տվել եւ այլն, երբ որ դա համատեղ սեփականություն։ Հիմա այ որպեսի այդ խնդիրները չառաջանա, որ կենց հաղում առաջանում է, պետք է պայմանավորվել, պետք է հենց գլխից պայմանավորվել, թե ով ինչ է անում եւ վերջում ով ինչի տեր է լինելու։ Քանի որ մենք խոսում ենք ստեղծագործության մասին, հիմա այդ ստեղծագործությունները կարող է ոչ մեկն էլ չառնի։ Հիմա կտավ է, 2 նկարիչ են նկարել, չառնեն, 2 բանը, ֆիլմ են նկարել, մեկը ռեժիսոր է, մյուսը, չգիտեմ, սցենարիստ է, շուկական հարաբերությունները, բայց պտուղը քաղցրանում է, երբ որ արդեն ինքը կոմերցիայի, եւ այդտեղ սկսում են խնդիրները։ Ու շատ կարևոր է, որ պայմանավորվեն թե ստեղծագործողները, որ կարողանան պայմանավորվել նրանց ժառանգները, որ ստեղծագործողները անպայման ժառանգության մեջ նշեն ինչումն է եւ այլն եւ այլն։
քանի որ մենք այդ մշակույթը չենք ունեցել երկար տարիներ, ապա սա խնդրահարույց է, ամեն օր խնդիրներ առաջանում։ Հեղինակային իրավունք Հայաստանի Հանրապետությունում ու Բեռնի կոնվենցիայով պաշտպանված է 70 տարի վերջին հեղինակի մահից հետո։ Ինչի եմ ասում վերջին, օրինակ Իլֆ եւ Պետրովը 12 աթոռի ընդհանրենք երկու հեղինակ են գրել, այսինքն Իլֆը ավելի շուտ էր մահացել, բայց Իլֆի հեղինակային իրավունքը նույնպես կավարտվի Պետրովի մահվան այդ օրվանից 70 տարի անց մյուս հունվարի 1-ին։ Հա, եթե սեպտեմբերի 4-ին ասում էլ, դա սեպտեմբերի 4-ին չի ավարտվել։ Հա, դա օրենքը հստակ այդ կարգավորումը հունվարի 1-ին։ Այս մոտարապես այս կարգավորումն է եւ ամենակարևորը ճիշտ պայմանավորվելն է, որ հետո խնդիրներ չառաջանան։ Հիմա իրանք պայմանավորվեցին, պարզա կան հեղինակային հրատարակություններ, բայց այնուամենայնիվ գիրքը որպեսի մտնի շուկա, կամ գիրքը, որ ինքը վերջում գիրք դառնա, այստեղ հրատարակչի ֆունկցիան նաև կա, դա խմբագրելու ֆունկցիա կա, բնականաբար հեղինակը ինքնուրույն կարա ստանա այն պրոտոտիպը, տա ուղակի տպագրության, ես նկատել եմ շուկայում նման մոտեցումներ կա, բայց այդտեղ խնդրահարույց է, այ կուզենամ արդյոք հրատարակիչը ստեղծագործական էլեմենտ ունի այս գրքի ստեղծման պատմության մեջ եւ հեղինակները միանձնյա կլինի թե խմբով կլինի, երբ որ սկսում են համագործակցել հրատարակչի հետ ու հրատարակիչը ինքը հրատարակում է, այստեղ հրատարակչին մեր օրենսդրությունը իրավունքների ամբողջականությամբ է օժտել, երևի թե տրամաբանությունը կայանում է դրանում, որ հրատարակիչը կարևոր դերակատարություն ունի եւ հրատարակիչը ստեղծագործական գործունեություն նույնպես իրականացնում է հրատարակության տեսակետից, այսինքն զուտ մենակ տպագրական գործունեություն չի իրականացնում։ Առհասարակ տպագրությունն ու հրատարակչությունը իրարամերժ ոլորտներ են։ Հա, ես մտածում եի ընդհանուրի մասնավորի բան։ Համագործակցող, բայց իրարամերժ, որովհետեւ տպարանը ուզում է, որ այդ թղթե իրը լինի թանկ, հրատարակիչը ուզում է, որ այդ թղթե իրը տպարանից դուրս եկող լինի էժան, այսինքն իրանք իսկապես հակասություններ ունեն։ Այս իմ համար նորություն։ Ու աշխարհում հրատարակիչները որպես կանոն իրանք տպարան չունեն։ Հայաստանում այնպես է ստացվել, որ այդ երկու բանը իրար կապում են, որովհետև 3 հրատարակիչ, ընդհանրապես 3 հրատարակիչ նաև տպագրական գործով են զբաղվում, բայց ես գիտեմ հրատարակիչ, որ մեդիա ոլորտում է զբաղվում, տպարանի հետ գործ չունի, հրատարակիչ, որը գրքի առևտրով է զբաղվում, տպարան չունի ու բազմաթիվ նորաստեղծ հրատարակչություններ, որ հասարակ ինչ կապ ունի տպարանը, հա։ Մեր կազմակերպությունը ունի 5 տպարան, ու մեր տպարանները աշխատում են բոլոր հրատարակիչների հետ ու նույն պայմաններով ոնց որ մեր հրատարակչության հետ։ Հա, ինքը առանձին բիզնես ոլորտ է։ Առանձին բիզնես ոլորտ է, այդ ուղղակի նույն կազմակերպություն, հիմա ես նաև ավանակներ եմ պահում, ինչ կապ ունի էլի այդ բանի հետ, հա։ Այս ցավոք սրտի այդ Հայաստանում այդ 3 կազմակերպությունները անուններ ասեմ, որովհետև իրանք շատ կարևոր լումա ունեն այս բնագավառում, Edit Print հրատարակչությունը, Զանգակ հրատարակչությունը, մենք այս 3-ս ենք, որ այդ տպագրական գործը բոլորս էլ սկսել ենք որպես հրատարակիչ, ունեցել ենք տպարան, քանի որ տպարանային սով կար մի պահ, այսօր չկա այդ սովը ու շատ հանգիստ բոլոր տպարանները այդ գործը կանեն։ Հիմա ստեղծագործական process-ի մասին շատ կարևոր է այդ գիրքը զգացվում է միջապես, որ այս գիրքը ունի հեղինակ, մամա, բայց չունի պապա, կամ հակառակը, այսինքն ինչ-որ ձևի որբա, կիսա, դա, երբ որ չկա հրատարակիչ, երբ որ չկա պրոֆեսիոնալ հրատարակիչ, ինչ տարբերություն է այդ գիրքը հեղինակային հրատարակություն, թե չէ, իհարկե կարան լինեն որոշ անհատներ, որոնք այնքան են հմտացել, որ ունեն 20 մասնագիտություն, ամեն ինչ կարողանում են ինքնուրույն անել եւ այլն։ Բայց օրինակ մի փաստ, եթե 10 սանտիմետր 4 մմ-ից ավել է տողի երկարությունը, ապա մարդը ոչ միայն աչքերն է շարժում ընթերցելիս, այլ նաեւ վիզը ու հոգնածություն է առաջացնում։ Ու երբ որ նա չի ուզում կարդալ,
ասում են ծնողները ասում են կարթա կամ չգիտեմ ընկերները էսի մի ինչ բան։ Բայց գլխի չեն, որ այս հոգնածությունը ինքն էլ ասում չեմ սիրում կարդալ։ Գլուխս ցավում է կամ գլխի էլ չի ինչն է պատճառը, բայց ընդհանրապես այդ մի հատ փոքրիկ շարժումը բերում է նրան, որ այս մարդը կկարդա կամ չի կարդա։ Մյուս բանը շատ ավելի խորքային, դեր հեղինակային իրավունքը տարա դեպի ընթերցանություն, բայց դրանք հիմքերն են, հա։ Ոնց են մեզ սովորեցնում առաջի դասարանում ընթերցել։ Տարերը սովորեցնում են, հետո ասում են վանկերի բաժանի ու վանկերով կարդա։ Հիմա այս երեխան այս դեղատան կողքով միջև այդ առաջի դասարան գնալը, հա, անցել է մաման ուղարկել է դեղատուն, ասել է գնա այս տուփի դեղից առ կամ չգիտեմ ինչ արա, ինքը գիտի որ այս կանաչ գրածը դեղատունն է։ Այդ տառերը նկարը ընկալելը։ Տառերը չգիտի։ Պատկերային ընկալում է, ինչ։ Հա։ Հիմա իրան եկել են ասում են դեղատուն։ Իրա համար սրանք երկու տարբեր բաներ են։ Բա մկրտիչը ոնց անեմ։ Արհեստական մկրտիչ։ Արդյոք հայոց լեզվին բնորոշ էր միջև ռուսական դաշտ մտնելը 200 տարի է 300 տարի, որ մենք պետքա վանկերով կարդայինք։ Ինձ շատ հետաքրքիր է, ուզում եմ սփյուռքահայերը, եթե կարծագանքեն, իրենք ոնց են սովորել։ Օրինակ անգլերենը այդպես խնդիր չունի, որովհետև դու այդ, չգիտեմ, might բառը մի բան կա, բայց քանի տառ կա մեջը, հա։ Այդ լեզվի երևի ուսուցման մեթոդիկայի խնդիր էլ կա։ Հիմա տեսեք, այս ոնց ես գնալու դրան։ Եթե դու սենց ես ընթերցում, պարզա որ քո երեխեքի մեծ մասը չեն կարողանալու լավ ընթերցեն։ Ու մենք այսօր ունենք սարսափելի ծանր թվեր, մոտավորապես մի քիչ պակաս է 30%-ից, բայց 27 քանիս է։ Համաշխարհային բանկի տվյալ կա, կոչվում է ուսումնական աղքատություն, կրթական աղքատություն։ Ոնց են չափում 10 տարեկան երեխան տեքստը կարդում է կարում է կարդա, թե չի կարում կարդա ու կարդացած ընկալում է, թե չի ընկալում։ Ու Հայաստանի 30%-ը մոտավորապես ըստ համաշխարհային բանկի տվյալի չի կարողանում այդ հմտությունը չունի։ Այսինքն ստեղծագործողը այդ չափորոշիչների վրա չի կենտրոնանում եւ նույնիսկ կարող է նաեւ, չգիտի, այսինքն այդ չափորոշիչների պահպանումը կամ ընկալման խնդիրը, եթե խոսքը վերաբերվում է ոչ գեղարվեստական, նույն գեղարվեստականին էլ կարող է վերաբերվում։ Աշխարհում կան օրինակ չափանիշներ, որ գեղարվեստական տեքստը 15 տարեկանի համար պետք է նախադասություն ունենա այսքան բառից ոչ ավել, այսքան նիշից ոչ ավել, այսքան նոր բառից ոչ ավել, եթե դա օրինակ դասագրքին է վերաբերում։ Այսինքն հոգեբանական տարիքի կամ չգիտեմ 8 տարեկանի համար այսքան բառից ոչ ավել, այսքան տառից ոչ ավել, այսքան նոր բառերի ներմուծումը ոչ ավել։ Այս տառատեսակով գրած, այս տառատեսակով, այս տառատեսակով։ Ցավոք սրտի հայոց լեզվի համար այդ ոչ մի բան մշակած չի։ Հա։ Մենք շատ հեռու ենք այդ կտորից։ Ու մենք անգամ չունենք այդ մանկավարժական ներուժը, որը կարողանա ստեղծել, որովհետև դրա մասին դա զրույց պետք է մի առանձին լեզվի համար անես։ Իհարկե դու կարաս տեսնես ոնց են պարսկերեն լեզվի հետ կապված գործ արել, ոնց են վրացերենի համար արել, ուղղությունը որտեղ գիտական աշխատանք կա եւ այլն, հա։ Ու դա պետքա լինի հանրության կողմից ընդունված, այդ ավելի բարդ խնդիր է։ Նես չի որ կրթության նախարարությունը ինչ ուզում է, տենց էլ հեշտ գնում է։ Սաղորը միտինգ է։ Այսինքն այս պարտականությունը, որը պայմանավորված է երկու հանգամանքով, առանձինը նախ դա բնականաբար կոմերցիայի հետ առնչություն ունի, որտեվ դու սարքում ես այնպիսի բան, որը որ սպառողի համար ընկալելի է, եւ մյուսը նաեւ հրատարակիչի այն գաղափարը, թե ինքը իշկանովա ծանոթ ձեր ասած միջազգային ստանդարտներին, թեև Հայաստանի համար դա լրիվ որպես վերլուծական առարկա դարձած չի, բայց հրատարակիչն է մտածում ոնց անի, որ այդ ստեղծագործությունը, որը գիրք պետքա դառնա, արդեն հրատարակչի զարգացվածության աստիճանով է պայմանավորված, թե ինքը վերջնական գիրքը ինչ տեսք ունենա։ Ես չեմ տեսել ոչ մի անհատական այդ հրատարակած գործ, որ տառատեսակը գնաց լինի։ Բայց տառատեսակը հեղինակային իրավունքի առարկա է։ Միանշանակ Թարոմյանը ինչքան խնդիրներ էր օրինակ այն ժամանակ հեղինակային առաջ։
Այսինքն այնքան պրիմիտիվ բաներ կան։ Կամ մասնագիտական խմբագրում արած չի, խմբագրած չի առհասարակ հայոց լեզվի տեսանկյունից։ Սրբագրած չի։ Մեր հրատարակությունում օրինակ առնվազն մի 5 անգամ տեքստը սրբագրվում է ու էլի կան վրիպակներ։ Իսկ հրատարակիչ հեղինակ հարաբերությունները հեղինակային իրավունքի տեսակետից արտասահմանում հասկանալի է, բավականաչափ գրականություն կա, կարդացել ենք, տեսել ենք Հայաստանում առնչվելու առումով, օրինակ սովորաբար պրոդյուսինգի բնագավառում, երբ որ արտիստը հեղինակի հետ համագործակցում է, պրոդյուսերը ինքը տոկոսային հարաբերության բիզնեսի մեջ բան ունի։ Այստեղ ոնց որ հասկանում եմ, մի քանի տիպի պայմանավորվածություններ կարա լինի հեղինակի եւ խմբագրի միջև առհասարակ Հայաստանում օրինակ որն է տարածված եւ դուք որպես այդ ոլորտում գործունեություն ծավալող որն եք ճիշտ համարում որ պետքա լինի հրատարակիչ ու ստեղծագործող հարաբերություն։ Ես կարծում եմ առհասարակ որևէ բիզնես ոլորտ, հատկապես ստեղծագործական բիզնես ոլորտ, դա ամուսնության նման է, էլի համեմատություն անեմ, հեղինակն ու հրատարակիչը ամուսնանում են, որ ինչ որ ճանապարհ անցնեն։ Կամ չգիտեմ գործընկերություն են ստեղծում, որ ինչ որ ճանապարհ անցնեն։ Ու մենք շատ ողջունում ենք այդպիսի ճանապարհ անցնելու պատրաստ մարդկանց։ 10 տարով, 20 տարով, 30 տարով երկարաժամկետն է նախընտրելի։ Այո, մեր տեսանկյունից, բայց ցավոք սրտի Հայաստանում ու մեր լեզուն ունի նաղդը թողած նիսիայի հետևիցս ընկել։ Ու ցավոք սրտի այս մշակույթը, այսպես մտածել, առհասարակ այս պահից սկսած մշակույթ բառը օգտագործելու են որպես վարքագիծ առաջացնող արժեքներ։ Հիմա մշակույթը այնպիսին է, որ շատ հեղինակներ, ես չեմ ասում բացարձակ բոլորը, բայց շատ հեղինակներ նաղդը թողած նիսիայի հետևից չեն ընկնում։ Այսինքն գալիս են ասում են մեր գործը արժի այսքան, փողը տուր առ։ Բայց կարող է դա ճիշտ տարբերակն է, որտեղ արտասահմանյան հրատարակչությունները երևի մոդելը միշտ դա է, համենայն դեպս իմ ուսումնասիրությունը, որ դու ամբողջ գույքային իրավունքները ստեղծագործողից վերցնում ես, երբ որ ստեղծագործողը ինքը դառնում է բավականաչափ հայտնի, արդեն ուզում է ինքը բիզնեսի մեջ revenue sharing sense գաղափար կա ունենա, ինքը նոր իրան հնարավորություն են տալի նաև բիզնեսի մեջ մասնաբաժին ունենա։ Այո, քանի որ նա բիզնես է։ Հայաստանում մենք այս 33 տարվա մեջ հրատարակել ենք մոտ 3500 անուն գիրք, ոչ միայն Հայաստանում, նաև այլ տեղերում, իսկ ֆինանսավորել ենք 1000 անուն գիրք։ Այդ 1000 անունից 24-ն է իր ծախսը հանել։ Հա։ Իսկ մի գիրքը, ասենց մինիմում 5 միլիոն դրամ։ Ես խոսում եմ լուրջ թարգմանության մասին։ Հայաստանյան գրքերը մի քիչ ավելի էժան են, եթե նկարազարդում չկա։ Նկարազարդում կա, ուրեմն էապես ավելի թանկ են եւ այլն։ Հիմա օրինակ բերեմ։ Հենց հիմա անում ենք Այն Ռենդի Ատլանտը, չգիտեմ, բանալես թևերը, Atlant Raspravil Plech ռուսեր։ Ու ֆիլմը տեսել ենք։ Եվ այդ գործը մեզ վրա երբ որ արդեն պատրաստ կլինի, կնստի մոտավորապես 13 միլիոն դրամ։ Եթե 10 տարվա մեջ մենք 500 հատ կարողանանք վաճառենք, ապա 5 միլիոնը կվերադարձնենք։ Այստեղ հեղինակային իրավունքի ձեռբերման կոմպոնենտը մոտավորապես $1000 չափ հեղինակային իրավունքն է, կարող է մի քիչ շատ, թարգմանական գործն է շատ թանկ, ու հետո պետք է անպայման նայի մասնագետների խումբ, ով որ գիտի լիբերտարիականությունը ինչ է, որովհետև սա այս գիրքը համարվում է Միացյալ Նահանգների Աստվածաշնչից հետո երկրորդ պոպուլյար գիրքը։ Այդ ո՞նց եղավ, որ դու տենց արժեք ես բերելու, բա մենք չունենք այդ բառի թարգմանությունը օրինակ։ Դե ասեք, ես ասեցի լիբերտարիականություն մի կերպ կամ ինստիտուցիոնալիզմ, սա ասում են ինստիտուցիոնալիզմ։ Մի բառ կա հաստատուտենականություն։ Դե ո՞նց արտասանես։ Հա։ Կամ ինչքան է բնորոշում այդ բառի բոլոր կոմպոնենտները այս մեր բառը։ Այսինքն լեզվական խնդիրը կոմերցիայի վրա էական ազդեցություն է ունենում։ Բա եթե մարդը չի հասկանում ինչա գրած, չխորհուրդ չի տա ուրիշի։
Մենք ունենք շատ ավելի բան հանրամատչելի գրքեր, երկու տարբեր թարգմանիչներ են թարգմանել։ Հիմա մեկը ինձ զանգում են, ասում են, «Էս լավ է թարգմանած», այն մյուսը ասում են, «Խնդիրներ ունի»։ Մի օր կանչեցի, խնդրեցի, որ թարգմանչուհին գա, ասեցի ինձ բացատրի, ինչի են սենց ասում, ու սկսեցի մի էջ կարդալ։ 3 բառ ինձ անծանոթ էր։ Ասեց Արմեն ջան, դու ռուսական կրթություն ունես, դրա համար անծանոթ է։ Հենց հիմա թիմիդ կանչի, թիմը եկավ, սկսեցինք հարցնել, բոլորը ծանոթ էին։ Այսինքն իմ չափ հայերենը ընկալողների համար դա խնդրահարույց էր։ Այսինքն մի կողմից դու պիտի այնպես անես, որ քո ընթերցողները ավելի զարգանան, ավելի հեշտ ընկալեն հայերենը, մյուս կողմից դու պետք է մտածես այն նոր ընթերցողի մասին։ Հիմա գալիս ես մի հատ այդ մտքի փաստորեն տեսեք, դուք ունենալով բացառիկ իրավունքներ հայերեն թարգմանությամբ գիրքը հրատարակելու վաճառելու, դուք մրցակցում եք նույն ստեղծագործության ռուսերեն, ավելի ճիշտ նաև բնօրինակ, եթե անգլալեզու ռուսերեն հիմնականում ռուսերեն օրինակի հետ, որը որ ներմուծվում եւ վաճառվում է ցանկացած գրախանութ այդ ըստ ձեր գնահատումների հայերեն տարբերակն է վաճառվում շատ, թե ռուսերեն տարբերակն է վաճառվում շատ։ Օրինակ, չգիտեմ, դուք նման վերլուծություն արել եք։ Իմ տարիքի մարդիկ, ասենց ասեմ, մոտավորապես 45-ից բարձրները նախընտրում են ռուսերեն կարդալ, բայց օրինակ դուստերս 30 տարեկան է, հայկական կրթություն ունի, բայց գրքերը նախընտրում է, եթե երկու գիրքն էլ կա ռուսերեն հայերեն, նախընտրում է ռուսերեն կարդալ։ Իրան ոչ մեկ այդ ռուսերեն չի սովորեցրել հատուկ, բայց ընթերցելու լեզուն դարձել է ռուսերեն։ Հա։ Հիմա այդ տարբեր ծնողների, տարբեր միջավայրերի, տարբեր շփումների, թե մի ուրիշ փաստ, այս հետազոտողները դասագրքային օրինակ են բերում, հետազոտողը Ալժիրում երկու արաբ իրար հետ խոսում են, մեկ էլ կտրուկ անցնում են իսպաներենի։ Մոտենում հարցնում, ասում է, դուք արաբերեն եք խոսում, մի ժամ հետո անցակ իսպաներենի, ինչի անցակ, ասում է, սկսում են հիշել, ասում, հա, արմիությունների մասին սկսեցինք խոսել։ Այսինքն արաբերեն լեզվի կոնե ալժիրական արաբերենը չուներ արմիությունների մասին են բառապաշարը, ու այս մարդիկ անցան ընդեղ։ Հիմա մեր բժիշկները ինչ լեզվով են խոսում։ Առաջ խոսում էին ռուսերեն, այսօր խոսում են անգլերեն։ Լավ։ Ինչի, որովհետև մենք Անտարեսը կամ չգիտեմ մեր գործընկերները չենք թարգմանել են աշխարհի բառապաշարը հայերեն, որ իրանք կարողանան հայերեն ու դա պետք է անպայման լավ բառ լինեն, որ հորինած բառ կա է, չի եղել տենց բան, բայց տենց կլոր խմորածակ չպիտի լինի այդպես, անգամ այդ հորինածի ձևով, չպիտի լինեն տենց արհեստական սարքած, երկար, չգիտեմ բառեր, պետք է գրափար իմանաս, գրափարից ծնես այդ նոր բառերը կամ արտասահմանյան բառը վերցնես, ես ունեմ մի շատ սիրուն օրինակ պատմել, 6-րդ դասարան եմ, իներցիա թեման է, ուսուցիչս ես հրազդանում եմ դպրոցը ավարտել, մի հրաշալի ուսուցիչ ունեինք, եւ նա բացատրեց իներցիան ինչը, հաջորդ օրը ձեռ բարձրացրեցի չհարցրեց, մյուս օրը հարցրեց, 5 ստացա, հետո քննությանը 5 ստացա, հետո տարբեր բուհերում սովորել եմ, եթե ֆիզիկայի հետ կապ ա եղել, ապա տոմսը քաշել եմ, այդ ոլորտից ա եղել, ես իներցիայի կարայի անգամ գրած գալ, որ իներցիա ընկնելու։ Բայց եթե լորեցիկ խոսք ունեն, ասում է, հսկացել եմ, հաբատակը չի արե, կամ ասում է, կտոցով ընկավ տեղը, ես այդ կտոցը չէի լսել այդ բառի հետ կապված, մի օր կարդում եմ անգլերեն իդիոմներ, լատիներեն, ռուսերեն բառերան, ու իներցիա բառը, հիմա որ ասեմ իներցիա ինչա, ամեն մարդ իր ձևով կսկսի անել, բայց ես թարգմանությունն եմ ուզում, որովհետև սա եթե բանա, գլասա կամ բան, մենք ասելու ենք բաժակ, հա, հստակ թարգմանություն, կարաս ասես այսպիսի բաժակ, այնպիսի, բայց պետք է ասես բաժակ։ Հիմա իներցիա բառի թարգմանությունը ռուսերեն լեններ, այսինքն ծուլություն։ Ես հենց այդ ծուլությունը կարդացի, այդ կտոցը լսեցի ականջիս մեջ։ Հիմա ու եթե միջև այդ կարդալս, ասեին 6 տարեկան երեխուն կարաս բացատրես, այդքան քննություն ես հանձնել, պատմել ես։
6 տարեկան երեխուն կարաս, այս շատ հետաքրքիր տարիք է, կարաս բացատրես իներցիան ինչը։ Ես չէի կարող։ Հիմա կարող եմ ու կբացատրեմ բոլոր 6 տարեկան եւ ավելի երեխաների համար, մեծ երեխաների համար նույնպես։ Այսինքն, եթե դու դադարի վիճակում ես ու պետք է այդ ծուլությունը թաղթահարես ու շարժվես, այդ իներցիան է։ Եթե դու շարժման մեջ ես, այդ ծուլությունը պիտի հաղթահարես ու կանգնես, այդ իներցիան է։ Իհարկե ես շատ պրիմիտիվ ձևով ասացի, բայց 6 տարեկանին սա ընկալելի է, արդեն ուզուտ լեզվամտածողության։ Հա, ու եթե իմ ուսուցիչը այն ժամանակ ասեր, որ մենք ասում ենք իներցիան ու այո, սա իներցիա է այսու հետ կոչվելու, բայց երեխեք, գիտեք հայերեն դրա անունը ծուլությունը։ Թարգմանության։ Վերջ, այդ կտոցը ես այն ժամանակ կլսեի, ու դա կլներ իմը, այն որ հսկացել եմ հաբատակս արելը արդեն կլներ, ոչ թե չի արել։ Հիմա այս շատ կարևոր պատկերացրեք, մի բառի մասին եմ խոսում։ Գրքում քանի տերմին ես տեսնում, ինչի են այսօր մեր երեխեքը դժկամությամբ դասագիր կարդում։ Միգուցե նաև այդ 10-11 սանտիմետրի կանոնը անցած է, ով է դրան նայել միջև այսօր, ով է տառատեսակի վրա ուշադրություն դարձրել, ինչ հետազոտություն կա, որ հենց այս տառատեսակը լավ է, իսկ այն մյուս տառատեսակը վատ է, ինչն է պատճառը, օրինակ ուսուցիչը մտնում է ու սկսում է դասը կարդալ։ Ապացուցված փաստ է, լիքը հետազոտություններ կան, որ մոտարապես մինչև 64% ընկալումների մարդը անում է աչքով։ 20% ականջներով, մնացած սաղ զգայարանները, հոտ, համ, այս շոշափող բաները, եւս 20 մոտարապես մնացածն են կազմում։ Հիմա ուսուցիչը մտավ ու պատմության դասին պատմում է։ Այսինքն երեխեքի ուղեղի 20%-ն է դրա վրա աշխատում։ Ես Գերմանիայում դրա համար այդ գրատախտակի գաղափարը էլի կա։ Հա, բայց մենակ գրատախտակը չի, գրատախտակ դե հիմա արդեն սմարթ բան եւ վիզուալ ընկալում, բայց ես Գերմաներեն էի անցնում Մյունխենում ու այնտեղ մենք հեռուստացույց էինք նայում մի քանի րոպե, հետո ռադիո էինք լսում մի 2 րոպե, հետո պրոյեկտորով ինչ որ բաներ ցույց տալիս, հետո ինչ որ խաղ էինք խաղում, հետո կարդում էինք, էս էինք անում, այսինքն միջոցները բազմազան էին, դա շատ կարևոր է կրթության համար։ Հիմա նորից էլի բուհերում դասախոսը մտնում է ու սկսում է կարդալ, ուսանողների ուղեղի 20%-ն է աշխատում։ Իհարկե ես չեմ խոսում այն հատուկ օժտված այդ բնագավառ, օրինակ երաժշտությամբ զբաղվող կամ կոմպոզիտորները էապես ավելի մեծ մասն է ընկալման ականջներով, բայց սովորական միջինում դա 64% աչքով է։ Ու շատ մեծամասնությունը աշխարհի մարդկանց աչքի տեսածը ավելի ուժեղը ազդում, քան մտածածը։ Ես էքսպերիմենտի եմ մասնակցել եւ այդ VR ակնոցը դրել էի, կարծում այնտեղ տեսնում եմ, որ ես գտնվում եմ մի բարձրահարկ շենքի տանիքին եւ մի տախտակա գցած մյուս տանիքի վրա պիտի անցնեմ ու այդ տախտակի մեջտեղում փիսիկա նստած։ Հիմա ես գիտեմ այդ էքսպերիմենտը նկարիչների միության դահլիճում էր, որտեղ ճռճռան պարկետ կա։ Եվ ես ասում եմ Արմեն, դու գտնվում ես նկարիչների միության դահլիճում, տես ճռճռոցը լսում ես, այս նաուշնիկը դրած է, բայց մեկը ճռճռոցը լսում ես, այս զգում ես, որ սրանք մի քիչ բան ունեն, շարժվում են, Բաղդադի բանը։ Դու ուղեղով հասկանում ես, որ այդ խնդիր չի, գնա, ես չկարողացա անեմ այդ քայլը, քանի որ աչքս տեսնում էր, որ ես երկնաքերի վրայից պետք է անցնեմ այնտեղ։ Այսինքն աչքի տեսածը ճնշեց ուղեղիս աշխատանքը, ես բավոնց մնացածին ասեմ տենց չի։ Հա, ճիշտ է։ Ես հլա ես բավականաչափ ինչ որ հմտություններ ունեմ, չգիտեմ ինչ բամյուս Համենայնպես ինքը կարևոր շատ հանգամանք է, որը որ պետք է հաշվի առնել։ Մենք հիմա ընկած օրինակ ես մի քանի հրատարակչությունները իրար հետ մրցում են, չգիտեմ, այս հեղինակին իրանք անեն, մյուս հեղինակին իրանք, որը ոչ մեկի համար բիզնես չի։ Բոլորը ունեն առանձին բիզնես, որով ֆինանսավորում են գրքերը։ Բայց խնդիրն է նա, որ մենք պետք է մրցենք, որ
մեր գրած գրքերը, մեր ստեղծած գրքերը, մեր հեղինակների գրած, մեր պատրաստած գրքերը լինեն ընկալելի։ Այս խնդիրը ցավոք սրտի մրցակցության առարկա չի։ Հա։ Այս մտածել ընթերցողի մասին, որովհետև դուք խոսեցիք, որ դա պրոդյուսեր է, այո, պրոդյուսեր է, բայց այս պրոդյուսերի միսիան ինչումն է, առաքելությունն ինչումն է, որ հեղինակի խոսքը հասցների ինչ որ մեթոդներով հասցնի ընթերցողին եւ հակադարձ կապը ապահովի։ Հա։ Այս միսիան եթե կարողացավ կատարի այդ պրոդյուսերը հրատարակչական գործի, ինքը հա ու այդ արանքում էլ փող աշխատի։ Այսինքն մենք ոնց որ թե այս կարում ենք անենք, ասեցի ինչ բարդություններով կամ ինչ խնդիրները կան, բայց փող չենք կարողանում աշխատել այդ բնագավառում։ Երբ որ մենք կարողանանք Հայաստանում սարքել այնպիսի մթնոլորտ, որ մենք կարողանանք նաև փող աշխատել, որ այս գրքի վաճառքը ծնի մյուս գիրքը։ Հա։ Այդ շատ կարևոր է այդ շղթան ապահովել։ Հայաստանում դեռ այդ Դե ես վերադառնամ հեղինակային իրավունքի ազդեցությանը, կոնկրետ ես ձեր ասացից հասկացա, որ որոշակի ինստիտուտների ենթակառուցվածքների զարգացվածության նպաստելն է, առհասարակ լինելն է այդ ինստիտուտների, այդ ինստիտուտները չկան, այսինքն այդ կառույցները, այդ կառույց ասելով ինչ ենք հասկանում, ինստիտուտ ասելով առհասարակ էլի սահմանենք, որ տարընթերցում չլինի, կանոններ կամ կանոնների համախմբություններ, որով այս գործը արվում է։ Դու թարգմանություններ որպես շատ կարևոր երևույթ բնականաբար է։ Եթե թույլ կտակ մի քանի կուրիոզ բերեմ թարգմանություններից։ Ուրեմն Արտաշես Էմինն ու Նունե Թորոսյանը հայտնի թարգմանիչներ են, երբ որ Զավեն Բոյաջյանը հավաքվում են Անտարեսում, սկսում են իրար պատմել այդ կուրիոզներից ու դրանից հետո անպայման ասում են, մենք սարքյանքներս դեռ գործ ունենք լիքը անելու։ Այս Արտաշես Էմինն էր պատմում, ասում է դասագիրք է թարգմանած, ոչ դպրոցական, ռուսերենից է թարգմանած ու այդ նկարների տակը գրած է բրինց 1, բրինց 2, բրինց 3, բրինց 5, ռիս։ Ռուսերենից հայերեն տեքստ է թարգմանած։ Հայերենում հնչում է այսպես. խաչվող քայլվածք։ Ինչ եք կարծում, ինչ է ուզեցել, ինչ է եղել, որ պետքա թարգմաներ։ Խաչվող քայլվածք։ Հա։ Պիրիսիչոնը շագի կամ ես շատ իմանամ, ասես մի բան էլ է։ Քրիստովի պախոդի։ Խաչակրած արժավանքն։ Հա, հասկանում եմ։ Այն շրջապատող չորեքշաբթին դե արդեն վաղուց անեկդոտա եւ այլն, բայց ես այդ տեսել եմ, որ տենց թարգմանած է բան ցավոք սրտի միջազգային կառույցի թարգմանություններում այդպես թարգմանած էր։ Հիմա բանի արհեստական բանականության Հա, որտեղ ուզում էի անպայման խոսայինք, մենք աշխարհը դեռ այն կարծիքին է, ու մենք մի քանի ամիս առաջ ֆրանսիական բանի հրատարակիչների արհմիության ղեկավարության հետ հանդիպեցինք մեր գրասենյակում եւ նրանք ասացին, որ իրանց համար անթույլատրելի է հատկապես առնվազն գեղարվեստական թարգմանության մեջ արհեստական բանականության այդ կիրառմանը։ Ես ոնց եմ վերաբերվում։ Ես կարծում եմ արհեստական բանականության այդ գործիքը։ Հիմա մենք օրինակ այս կամերան ինչ է, բան տեսանկարահանման գործիքը ու մենք օգտագործում ենք այդ գործիքը։ Բանը ֆոտոկամերան ինչ է, լուսանկար ստեղծելու գործիքը։ Հիմա մեկը մյուսը անում է, բայց դե առաջ չկա։ Չգիտեմ, համակարգիչը առաջ տեքստ հավաքելու կամ չգիտեմ ինչ որ ծրագիր գրելու էր, ես իմ երբ որ դուք այդ առաջի համակարգիչը ունեք այսօր, դա ամեն ինչ անելու գործիք է, լիքը բաներ անելու գործիք։ Այստեղ ոնց որ գործիքի ու գործիքը շահագործող երբ որ մենք այն բանով հեռախոսով զանգում էինք այս պտտովի դիսկով կամ չգիտեմ սրանով, դա հեռախոս էր։ Այսօր սա ամեն ինչ է։ Ինչ ասես անում է լիքը գործիքներ կա մեջ, բայց սենց տենց գործիք։ Հիմա այդ գործիքը օգտագործի։
գործիքը պետք է հմուտ մարդը կարողանա լավ օգտագործել։ Բայց էությունը գործիքի պետք է հասկանալ։ Այո, էությունը հասկանալ, որ եթե այս մուրճն է, ապա խփես մատը վարի կտաս։ Զգուշերի այս բանը կմցնես շտեպսելը կպայթի զգուշերի մի բան վարի կտաս, այս ճաշը եփում ես, այս գործիքներ են, չէ՞, այ բանը ձեթը շատ լցրեցիր մեջը, չգիտեմ, սենց կլինի, կաղամբը քիչ լցրեցիր, բորշ չի լինի, միսը չլցրեցիր, անմիս բորշ կլինի եւ այլն։ Ես տեղ ուղղակի այդ գործիքի հետ կապված, էլի գործիքի էության հասկանալը, նույն լուսանկարչի առումով անալոգիան բերեմ ու արհեստական բանությամբ լուսանկարիչը ինչ ենք մենք լուսանկարչական նկարը ցանկացած հեղինակային նաև իրավունքի օբյեկտ համարում, որտեղ յուրաքանչյուր լուսանկարիչ ինքը հասկանալով լուսանկարչության վերաբերող լույսի եւ ռակուրսի գաղափարը, այսինքն ինքը գործիքին տիրապետում է ու հասկանում է այդ գործիքով ինչ է ստանում, դրա համար ամեն մեկի ստացածը ինքը տարբերվում է մյուսի ստացածից, համենայն դեպս ահագին էլեմենտներով։ Նույն արհեստական բանականության հետ կապված ուղղակի ընդհանուր գաղափարախոսությունը հասկանալը, որ արհեստական բանականությունը ինքը եղած արդեն իսկ գոյություն ունեցող աղբյուրներից հավաքած տվյալների եւ ինչքան շատ տվյալ է հավաքում այդ նեյրոնային ցանցերի միջոցով մաթեմատիկայի լոգիկայով ստացվող արդյունք, այսինքն ինքը օդից առանց դատայի, առանց տվյալի, ինքը ոչ մի բան չի ստեղծում։ Նույնը մարդու ստեղծագործական ըստ էության process-ն է, մի քիչ ավելի երևի քիչ ուսումնասիրելով, մարդը որ մի բան ստեղծում է, ինքը ըստ էության իր ընկալումների արդյունքում ձևավորված տվյալների ինչ որ մեթոդով կլինի դա տրամաբանական կամ ասոցիատիվ եղանակով է ստեղծում ինչ որ մի բան, նույնը մեքենան ինքը ստացած տվյալների հիման վրա է եւ եթե ինչ որ մի ուշադրություն դարձրած լինեք շատ նեղ մասնագիտական խնդրի վերաբերյալ է հարցումը լինում, չի պատասխանում։ Ինքը կամ չի պատասխանում, կամ գնում է բերում է կոնկրետ աղբյուր, որը ունի կոնկրետ հեղինակ։ Այսինքն, եթե դուք որևէ հարցի վերաբերյալ ինտերնետ համացանցում ունեք արդեն իսկ տեղեկատվություն, որտեղից գնում է արհեստական բանականության մեքենան կարդում դա բերում է, ինքը ըստ էության բերելու է ձեր արտահայտած մտքի տոկոսային հարաբերությամբ ինչ-որ մի բան կամ վերաշարադրված ինչ-որ մի Ես հենց հիմա գիտական աշխատանք եմ գրում ու ինչա գիտական աշխատանք, այսինքն դու ինչ ասես, պետք է ասես սա ում խոսքներ, սա ում միտքներ, սա որտեղից եկավ եւ այլն եւ այլն, այսինքն ամեն ինչին պիտի հետևես ու նշես այդ սա հեղինակները։ Եթե դու ուղակի սենց արհեստական բանականությունից օգտվում ես ու կարծում ես այդ քո միտքներ, խնդիր ես ունենալ։ Նույնը նկարը։ Հիմա շատ սիրուն բառ արտասանեցիք ու ես ցույց է տալիս հայերենի ճկնաղություն։ Աստիկ լուսանկարչություն օրինակ մենք նաև ունենք ասում նկարը քաշեց, չէ՞, հա, այդ լուսանկարչությանը մենք ունենք ասում ֆոտո արա կամ չգիտեմ նկարի ես ինչ, բայց ով է վարպետը, ով է որն է երբ սովորական հասկանում է, այո, երբ որ լույսով կարողանում է նկարել, ու մեր բառը լուսանկարչություն դրա վառ արտահայտությունն է։ Այդ շատ կարևոր է ունենաս տենց զիլ լեզու ոնց որ հայերենն է, ունենաս այդ շնորհքը այդ արտասանելու ու ցույց տա այդտեղ որակական չափանիշները, որովհետև մեր այս սովորական հեռախոսով կամ չգիտեմ արած լուսանկարները այն չեն, այն ինչ որ անում է այն նկարիչը, որը իսկապես լույսով է նկարում, ոչ թե հեռախոսով։ Ու հիմա բանին, հա, ըստ էության այդ հարցին, եթե արհեստական բանականության այդ գործիքները, բազմաթիվ գործիքները, դու այդ հասնում ես այն մակարդակի, որ լույսով ես նկարում, այդ ժամանակ դա ունիկալ գործ է։ Համաձայն։ Բայց այդ քո մտքի լույսն է։ Ու տեսեք Ալեքսանդր Աուզանը մի այլ գիտնականի, կենսաբանի խոսք էր բերում, երբ որ խոսում են արհեստական բանականության մասին, ասում է ամբողջ էվոլյուցիայի ընթացքում
աղվեսները չկարողացան ուտել բոլոր նապաստակներին։ Իսկ աղվեսը եւս ավելի խելացի կենդանի է, քան նապաստակը։ Ինչի չի կարողանում այս էվոլյուցիայի ընթացքում աղվեսը կարողանալ հաշվել այս նապաստակի վազքի տրայեկտորիան։ Մի պարզ պատճառով, որ նապաստակը ինքը չգիտի այդ տրայեկտորիան։ Այսինքն ով ասես այդ հարցերին կպատասխանի, բայց ով պիտի հարցը հնչեցնի։ Այսօր հարց հնչեցնելու շնորհքը մենակ դեռ մարդունն է։ Վաղը կարող է ստեղծվի այդ։ Մեկ էլ մի բան, այն ինչը որ մենք կոչում ենք այսօր արհեստական բանականություն, ChatGPT եւ այլն, դա եթե անգամ ասենք, որ կարելի է դրան անվանել արհեստական բանականություն, ապա 3%-ով։ 80-ականներին համալսարանում սովորելիս մենք անցնում էինք պրոլոգ լեզու, մենք անցնում էինք այդ արհեստական բանականությունն ինչա, դրա մաթեմատիկան եւ այլն։ Այս ինչ որ մենք այսօր կոչում ենք արհեստական բանականություն, իսկական արհեստական բանականությունը չի։ Օրինակս բերեմ։ Թիթիզ բառը գիտենք ոնց ենք օգտագործում։ Թուրքերենում դա նշանակում է բծախնդիր։ Մենք վերցրել ենք ընդամենը մի երանգ, արտաքին բծախնդրությունը ու այդպես ենք օգտագործում։ Բայց նա կարող լիներ ցանկացած բանի հանդեպ բծախնդիր։ Հիմա այդպես էլ արհեստական բանականություն մենք վերցրել ենք մի ելևեջ, էլի անունը թողել ենք թիթիզ, ԱԲ, եւ բայց դա իրականում այն ԱԲ-ն չի, որը գիտնականներն են օգտագործում ԱԲ-ի տակ։ Դե ես տարբեր ոլորտի մասնագետների հետ ոնց որ ասած ինքը տրենդային ինչ-որ sense երևույթ է, բայց գիտական հեղինակային իրավունքի տերերը թույլ չեն տալիս, որ դու արհեստական բանականության միջոցով թարգմանես որպես պատրաստի product։ Եթե դու պատրաստ ես քո լույսը դնել ու ԱԲ-ն օգտագործել, ապա արա այդ լուսանկարչության մեջ, հա? Տեքստի թարգմանության մեջ էլ այտենց հիմա Google Translate-ով կամ բանով դու չես ստանալ։ Չէ, դու Google Translate-ով կամ ԱԲ-ի բանով դու բառ ես թարգմանում, նախադասություն ես թարգմանում, էտիմոլոգիան ես գտնում այդ բառի եւ այլն հասկանալու որ ինչ բառ պետք է դնես, արա։ Ով է խանգարում, բայց դու չպետք է այս լվացքի մեքենայով ճաշ սարքես։ Պարոն Մարտիրոսյան, քանի որ մենք ստեղծագործական process-ին բավականաչափ անդրադարձանք ու անընդհատ խոսալու եւ քննարկելու տեղ կա, հաշվի առնելով մի բան էլ էլի ԱԲ-ի հետ կապված։ Ես sense էքսպերիմենտ ունեմ։ Ես մի քանի ընկերներ ունեմ, որոնք ԱԲ-ի մեջ խորանում են ու մենք մեկ-մեկ իրար հետ խոսում ենք։ Իմ ԱԲ-ին հարց եմ տալիս ու այս տեքստը հարցիս, հա, ասեմ, որ իմ հարցը միշտ educate է, որպեսզի իրանից իր պատասխանը ինձ պետք է։ Հակառակ դեպքում ինքը նենց պատասխանա տալու, այսինքն այդ հարցը պետք է կամ մեծ կամ մի քանի հարցերով գալ։ Դե ինչու որ ուզում եմ ասեմ, դա պետք է զուլալվի։ Հիմա այս իմ տեքստը հարցիս ուղարկում եմ ընկերոջս նույն ծրագրով, նույն ժամանակում մենք enter ենք տալիս։ Երկու տարբեր պատասխան ենք ստանում։ Այսինքն արհեստական բանականության այսօրվա ծրագրերը, էլի ասած արհեստական բանականության այսօրվա ծրագրերը կախված նրանից թե ինչ այդ ինչ զրույց ես ունեցել իրար հետ, նույն ծրագիրը տարբեր պատասխաններ են։ Բնականաբար ինքն էլ է սովորում, որովհետև այդ սովորելը ամենակարևոր մեկնարկն է, ինչի, այսինքն արհեստական բանականությունը ձևավորվում է մեքենայի սովորելու ունակության վրա, եւ եթե դուք ձեր գործիքին սովորացրել եք ձեր ձևով եւ ձեր հարցադրումների ամբողջությամբ, իր պատասխանը պայմանավորված է նաեւ ձեր անձով եւ իշքան խորն է գնում, ճիշտ եք ասում, այդտեղ արդեն ստեղծագործական էլեմենտ կար ավելանա։ Ձեր անձով ինքը այլտեղերից չի ճանաչում, ինքը ձեր տված մինչ այդ հարցերից, ձեր թեմաներից, ձեր ուղումներից, որին ինքը շնորհակալ է միշտ, հա։ Սովորում է։ Իհարկե դուք իրան հետ խոսելից ասում ես, շնորհակալ եմ ապրես։ Ասում ենք, մեկ-մեկ շփման ընթացքում մենք շատ ենք մեր ընկերությունում, ես անձամբ շատ եմ օգտագործում, նամանավանդ տարբերությունը նաև վճարովի եւ ոչ վճարովիների եւ deep search գաղափարը բավականաչափ օգտագործում ենք այդ գործիքը։ Իհարկե նաև այս ոլորտում ինքը բավականաչափ լավ արդյունքներ է գրանցել, զուտ բոլոր այն լեզուները, որոնք արդեն
համակարգվել են եւ լեզուն եւ ձայնայինը բերել է համահունչ, շատ տեղեր նաեւ գրավոր տեքստը վերածել դեպի ձայնայինի, որը որ աուդիո գրքերի բնագավառում բավականաչափ տարածված երևույթ է դառել, արդեն ոչ թե ֆիզիկապես մարդն է ձայնագրում եւ աուդիո գիրքանում, այլ բանականության միջոցով ինքը շատ տեղերում դրական նաեւ էֆեկտ կարող է ունենա, կարող է չունենա, բայց մենք պետք է հասկանանք, որ սա խոսում ենք արհեստից։ Երբ որ մենք խոսում ենք արվեստից կամ գիտությունից, ինքը չկա։ Համաձայն եմ։ Ինքը չկա։ Ես չի եղել որևէ նուրբ գիտական հարց, որ ինքը անգամ մոտ պատասխան տա։ Որովհետև եթե չգիտի սա մարդկությունը, դա իսկապես գիտությունը ի՞նչն է, որ դու նոր միտք ես ասում։ Հիմա նոր մտքի հետ կապված մի բան էլ շատ կարևոր է, այն որ ասեցի իներցիան, որ պետքա ծուլությունը իմանանք։ Նոր միտքը մարդու գլխում առաջանում է բանով, միայն մայրենի լեզվով։ Դրա համար աշխարհի բոլոր գրքերը մենք պետքա կարողանանք թարգմանել, որպեսզի ցանկացած բնագավառի ուսանող, դասախոս, ասպիրանտ, ղեկավար եւ այլն, չգիտեմ, աշակերտ ուսուցիչ, աշակերտ, ուսանող զրույցը կայանա հայերեն, որ այդ նոր միտքը հայերենում ծնվի։ Հակառակ դեպքում, որովհետեւ մտածողությունը առանց լեզու չի լինում։ Լեզվան մտածողություն, անգամ, չգիտեմ, հիմա ինչ որ երաժիշտներ կվիճեն, բայց ես շատ մեծ կոմպոզիտորների հետ եմ խոսել, նրանք գրում են բառերով, նկարիչները գրում են բառերով։ Հետազոտություններ կան, որ եթե այս նկարիչը ունի 50,000 բառապաշար, ապա իր նրբերանգները, այն մյուսը 5,000, ապա նրա նրբերանգները էապես ավելի շատ են։ Որովհետև մարդը մտածում է բառերով, խոսքերով, նախադասություններով, ու եթե քո լեզուն կարողանում է այդ ճկունությունը ունի, այդ բառերը առաջացնի, այդ կապերը ստեղծի, ապա նոր մտքերը ծնվում են քո լեզվում, քո երկիրը գնում է առաջ։ Եթե չէ, ապա նրանք սովորում են այլ լեզուներ, այդ կդառնա մայրենի, թե չի դառնա մայրենի, ու կունենա նոր միտք, թե չի։ Քանի որ այս վերջին մասը ու հեղինակային իրավունքի խնդիրը կարևոր է, ու այս գաղափարը առաջինը ձեզանից եմ լսել, ու իմ իրավական մտածելակերպի վրա ինքը բավականաչափ ազդեցություն է թողել, ու ես այդ անալոգիաները շատ բերել եմ, երբ որ դուք հեղինակային իրավունքի յուրացումը կամ հեղինակային իրավունքի օգտագործումը զուտ գողության հետ համեմատեցիք, առաջին մարդը, որ ինձ ասել է, դե գողություն է անում, այդ դուք եք եղել ու ինձ մտածել տվեց հեղինակային իրավունքի օգտագործումը ինքը հանրային վտանգավորության տեսակետից լրիվ հավասար է գողությանը, ինքը չի կարող պակաս լինել, քան գողությունը ու գողության համար նախատեսված իրավական կարգավորումները, այսինքն ընկալումը վտանգավորության, ինքը չի կարող պակաս լինել, կարող է նաև նույնիսկ ավել լինել կամ հավասար, քան գողությունը, հենց ավել է, ու ես նշեցի, որ մենք ունենք հեղինակային իրավունքի մասին օրենք, բայց կա ավելի կարևոր օրենք, ու եթե մեր օրենքը չի լուծում ինչ-որ հարցեր, այն մեծ օրենքը, որը կոչվում է Բեռնի կոնվենցիա հեղինակային իրավունքի մասին, կոնվենցիան էապես ավելի կարևոր ուժ ունի ըստ մեր օրենսդրության, քան մեր օրենքը։ Հիմա հրատարակության ոլորտը շատ են գողանում, այդ է ուզում իմանալ։ Հիմա կոնվենցիայում մեր հեղինակային իրավունքի մասին օրենքում այդ բառը չկա, բայց ավելի կարևոր օրենքում մեր օրենսդրության տեսանկյունից, որը Բեռնի կոնվենցիան է, հեղինակային իրավունքի խախտում փակագծերում գրած է գողություն։ Ես ոչ թե այդ իմ բանն է, պլագիատ գրագողություն իրավացումն է, այլ ես ընդհանրապես կարդացել եմ Բեռնի կոնվենցիան, այնտեղ գրած է գողություն։ Աշխարհը դա համարում է ամենավտանգավոր գողության տեսակը, որովհետև դու երբ որ գողանաս այս բաժակը, մի ուրիշ բաժակ էլ կառնես։ Երբ որ գողանում ես այդ միտքը, այդ մարդուն կոտրում ես։ Դու աղբյուր, այդ մոտարապես նենց է, բաժակ ստեղծողի աղբյուրի, որ դու գնաս աղբյուրը, ջրի աղբյուրը հարամ ես։ Հա։ Արդեն էլ մյուսների համար անօգտագործելի է։ Դե այսինքն ստեղ այդ տեսեք ես ասում եմ աղբյուրը հարամ է,
գերեզմանի վրա ինչ որ բան անել, հա, մեզ համար սրբություններ են, չէ՞։ Խաչի հետ ինչ որ բան անել, չգիտեմ, եկեղեցում քեզ անհարմար պահես, ես ինչ, սրանք ամոթի դաշտից են։ Այ միջև Հայաստանում այն միտքը չձևավորվի, որ սա խայտարակություն է, մերկ դուրս գալ փողոցում, դա խայտարակություն չի, սրա հետ համեմատած։ Իսկ սա խայտարակություն է։ Դու խաչագող ես։ Շատ ճիշտ էր, որ այս մեսիջը, պարոն Մարտիրոսյան, մենք մեր հանրությանը մեր ստեղծագործողներին, այն մարդկանց, ովքեր իրանց մտքում ունեն ուրիշի ստեղծածի արդյունքում հարստանալու, իրանք էլ հասկանան, ընկալեն, որ դա պարզապես ինչ-որ մի բան copy paste անել կամ արտագրել կամ կեղծել, վաճառել չի, այլ իրանք ոտնձգում են շատ կարևոր մի մտավոր սեփականության նյութական ոչ նյութական Facebook-ից էլի հարցրեք, Facebook-ից, սոցիալական ցանցերից։ Տեսեք, լիքը Google Drive-երով, չգիտեմ ինչերով իրար send են անում գրքեր։ Դա գողություն է։ Ժողովուրդ, իմացեք, դա գողություն է։ Բանում Facebook-ում դնում են այդ գրքի ֆայլը կամ որևէ այլ տարածում ապօրինի միանշանակ։ Դա գողություն է։ Ու դա քրեորեն պատժելի արարք է Հայաստանի Հանրապետության օրենքով, մի արեք դից։ Բայց ինձ կասեն, ինչի ես դու քո Facebook-յան էջում լիքը տարբեր մարդկանց մտքեր գրում։ Ես գրում եմ մենակ այն մարդկանց մտքերը, որ իմեջը շատ մեծ քանակով բան ունի հետևորդներ, որ այս մարդու միտքը կարևորել է ու տարածում է։ Այս մարդը հանրային տարածքում ազատ միտք է դրել, ես այդ բանը տարածում եմ, ու անպայման տակը գրում եմ, որ սա այս ինչ մարդու էջից է, եթե ինքը չի հեղինակը, եւ եթե ինքն է հեղինակը, իր անունը։ Մշակույթի խնդիր է էլի նաև հեղինակային իրավունքի հարգանքը մարդու զարգացած եւ քաղաքակիրթ լինելու հատկությունը, այսինքն եթե դու չես հարգում հեղինակային իրավունքը, չես ընկալում էությունը, ուրեմն դու այդտեղ խնդիր ունես քո զարգացվածության, նաև քո մշակույթի, քո աշխարհընկալման։ Բայց այդ պետք է ամոթ լինի։ Այ միջև մենք չանցնենք, ես խիղճը ավելի կարևորում եմ, քան ամոթը։ Ամոթն ինչ է, խիղճն ինչ է, ամոթ ինքդ քո առջև, հա, հայլու մեջ ամոթ։ Նա Բայց երբ որ առաջին անգամ հասկացա ամոթն ինչ է, ես կարծում եմ կարևոր բան է, էլի, մեծ լսարանի համար, երկու արաբ տղայի հետ սովորում էի մի ուրիշ երկրում, իրանց հետ երեկոյան երկուսն էլ բժիշկ էին, մի օր մեկն էր գնում սմենի հայերեն ասած, մի օր մյուսը գնում հերթափոխի, ու մենք որևէ մեկի հետ այդ թիմով ուսանողական գնում ենք որևէ ամպելիք ոգելիչ փորձելու գերմանական ու մի օր շնապս, մի օր էս, որովհետև պետք է մշակույթ ճանաչենք ու սրանք մեզնից շատ էին խմում այս երկու արաբները սաուդի արաբները ու երբ որ այդ ավարտական բանի ժամանակ բոլորին կոնյակ հյուրասիրեցի, երկուսն էլ չխմեցին։ Երբ որ հարց մեկին տարա դուրս ասեցի, ես ինչա, ինչ, երկուստ էլ խմում էիք, մենք էլ խոսել ենք, որ երկուստ էլ խմում եք, ասեց, հա, բայց դուք էդ ինչ եք անում, ինքը իմ ամոթն է, he's my shame, անգլերը, ես առաջին անգամ էի ամոթ բառը լսում, որ ինչ-որ մեկը կարա ամոթ լինի, փաստորեն ըստ իրենց, դա այն տարածքն է, որտեղ դու ես բաները, որ ընդունված չպիտի չանես, ուրիշների մոտ ինչ ուզում ես արա։ Այսինքն իրանք երկուսն էլ գիտեին, որ իրանք խմում են, բայց իրանք իրար մոտ չէին խմում երբեք։ Այսինքն ամոթը դա տիրույթ է, մենք չէ որ երբեք ամոթը տենց չենք ընկալել։ Հիմա ես կարծում եմ մեր բազմաթիվ խնդիրների մեջ շատ կարևոր խնդիրը, որ մենք ինձ թվում է խղճի տիրույթում ծնված այդ ինչ ասեմ հունա, հայա, հռոմեական օյկումենայում ծնված, հա, այս մշակույթում խղճի տիրույթում ծնված ստիպված ենք եղել դարերի ընթացքում ամոթի տիրույթում
ամոթի տիրույթի օրենքներ են գալել ու այսօր մեր երեխեքի հետ խոսելուց խիղճ ունես չենք ասում ամոթ չի ասում ենք երբ որ եվրոպացիները ասում են խիղճ ունես եւ այս ամոթը հիմա ոչ ամոթում ենք ոչ խղճում այս երկվությունը մեր տունը քանդում է լինենք ամոթի տիրույթում շատ նորմալ է լինենք խղճի տիրույթում շատ նորմալ է բայց այս երկուսը բերեք խառնել ենք չգիտենք որտեղ ենք այս խնդիրը երկու տեր ունեցող ցանկացած գործ վարի է գնում հա երկու տնօրեն էլի երկու մենեջեր հա այս ամոթի մենք կամ պետք է իսկապես մեր իրանցի տարբեր ժողովուրդների, արաբների, չգիտեմ, մյուսների, չինացիների եւ այլն, որ ամոթը եւ կուզեի խոսել սխալի մշակույթի մասին։ Մեզ ամերիկացիների համար սխալը խրախուսելի է ապրես, էլի արա, Իսրայելում ատենց, Եվրոպայում սխալ անելը լավ չի, մեզ մոտ խայտարակություն է։ Արդյունքում ինովացիաների 82%-ը ծնվում է Միացյալ Նահանգներում աշխարհի։ Հա, այսինքն դու պետք է սխալը խրախուսես։ Ու ոչ թե սխալ հանես թաղում այս երեխեքի մեջ, այլ այդ սխալը վերլուծելու կարողություն ստեղծես։ Միջև սխալը չվերլուծես, երկրորդ սխալը չես անի, կամ այդ սխալը նույնը կանես։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, պարոն Մարտիրոսյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Կարևում եմ մեր զրույցը, մեր զրույցի բովանդակությունը եւ այն մտքերը, որ արտահայտվեց ձեր կողմից, այն տրամաբանությունը կամ այն գաղափարը, որ մտածել ենք իրավունք եւ գաղափար իր հանգրվանը ճիշտ գտնի, մենք սա կարծում եմ մեր առաջի հանդիպումը չի լինի եւ մենք եւս շատ կարեւոր թեմաներից խոսելու հնարավորություն կունենանք։ Բայց ասեք պատրաստվեմ այդ նյութեր բերեմ հետ։ Եղավ, շատ շնորհակալություն։